Պետք է հայտարարեմ, որ այսօրվա արտահերթ նիստը հանձնաժողովի չեղարկվում է։ Իսկ նիստում քննարկվելու էր, այսպես ասած, բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագիծը։ Իշխող մեծամասնությունը արկախում է հարցի քննարկումը, մեկնաբանություն չունի անգամ նախագծի հեղինակը։ Նիստը չեղարկել անակնկալ էր նաև Հայկ Սարգսյանի համար։ Ես որևէ մեկի հետ չեմ խոսել եւ ինձ չի տեղեկացվել նիստի հետաձգման մասին։ Իմացել եմ, ինչպես դուք տեսաք, առավոտյան ժամը 9-ին եղել է պարզ տեխնիկական հաշվարկ, այդ պատճառով էլ իրենց նախաձեռնությամբ տապալեցին։ Աբրահամյանը նկատի ունի, որ չկայացած արտահերթին ընդդիմադիրները ավելի շատ էին, եւ եթե նիստը գումարվեր ու հերթահասներ քվեարկությանը, նախագիծը ենթադրաբար մերժվելու էր։ Ըստ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի, եթե փող ծառայության դիմաց նախագիծը դառնա օրենք, խորանալու է սոցիալական բևեռացումը, արտոնյալ անհավասար պայմանները տարբերակելու են, ով է հարուստ, ով աղքատ։ Սա հասարակական տարբեր խմբերի մեջ բերելու է մեծ բախումների եւ ակնհայտորեն արդարության սկզբունք այստեղ ամբողջությամբ փլուզվում է։ Փողը բանակից ազատումը նշանակում է կոռուպցիա կա։ Բա ուր են լոլո կարդում 7 տարի իշխանության են։ 7 տարի թող այս ամեն ինչը արմատախիլ անեն, եթե կա։ Այդին իշխանության, պետության խնդիրը այդ բացերը լրացնելն է, ոչ թե բացերը օրինականացնելն է։ Արտահերթ նիստից րոպե առաջ այն չեղարկել է Գեգամ Մանուկյանը նախ եւ առաջ պայմանավորում է բուռն քննադատությամբ ու քաղաքացիների ընդվզումով։ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացական կարծիք, հակասահմանադրական է ձևակերպել։ Երեք մարդու իրավունքների պաշտպանը ստիպված հայտարարություն արեց։ Ազգային ժողովի փորձագիտական վարչությունը նախագծի իրավական խութերին անդրադարձել է 15 կետով, սահմանադրությանը հակասող որակել 14-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածները։ Խորհրդարանական մասնագետները եզրակացրել են նաեւ, որ փաստաթուղթը դրա ֆինանսական ու սոցիալական մասերը ունեն վերաիմաստավորման, հիմնավորման ու լրամշակման անհրաժեշտություն։ 7 չափել, 1 կտրել։ Հորդորում է ՄԻՊ-ը։ Մանասյանը նախագիծը որակում է խնդրահարույց ու անընդունելի սոցիալական անհավասարության տեսանկյունից։ Գույքի տվյալ դեպքում մի քանի միլիոնի դիմաց արտոնություն սահմանելը ըստ պաշտպանի անթույլատրելի է։ Առաջարկվում է սահմանել Կառավարությունը Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին հավանություն էր տվել օրերս, եթե այն հաստատվի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, հետո էլ լիագումար նիստերում փողատեր քաղաքացիները կարող են վճարել 24 միլիոն դրամ, մոտ $62,000 եւ ծառայել 1 ամիս։ Գումարից փոքրինչ նեղվողների համար եւս մեկ առաջարկ՝ 18 միլիոն դրամ, մոտ $46,000, 4 ամիս ծառայության համար։ Ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։